Օրինակ, գիտեք, ես վերջերս ես այդ մասով շատ եմ փորձել մտածել։ Նախկինում այդ հնարավորությունը չի, երբ որ կա որոշակի հարաբերություններ, օրինակ երկրորդ նախագահի Գրասենյակի եւ թիմի հետ, այդ ժամանակ ես այդ հարցը միշտ ուզում էի տալ ու չէր ստացվում, հիմա ես փորձեմ տալ։ Ինչի 21 թվականին հենց Դաշինքյանը թրվեց Հայաստան Դաշինք, այն ժամանակ, երբ որ ամենացավոտ հարցը Արցախն էր, ու որևէ կերպ այդ Դաշինքի անվան մեջ Արցախը չերևաց։ Այդ հարցը ես այն ժամանակ էի ուզում տալ, բայց չէր ստացվի։ Ու չեմ կարծում պատահական է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի նման փորձված քաղաքական գործիչի մոտ որևէ բան չէր կարող լինել պատահական։ Իսկ գուցե այդ պահից սկսած իրենք համակերպված էին, որ օրինակ Արցախը չի լինելու եւ դրա համար սահմանափակվեցին Հայաստանով եւ Դաշինքյանն էլ դրեցին Հայաստան։ Հետևաբար ես կարծում եմ, որ առհասարակ պետք չէ այդ քննարկումները տանել որևէ մեկի հետ։ Հիմա եթե մի ուժը ուզում է, որ ինքը գնա, ենթադրենք ընտրություններով, հասնի ինչ-որ մի կարգավիճակի եւ շարունակի իր քաղաքական գործունեությունը, ուրեմն թող գնա։